Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մտքեր են փոխանակվել Թրիպ նախագծի եւ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է իրականացվող աշխատանքների ընթացքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել մարդու իրավունքների հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Կայսա Օլորգենի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման եւ օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումների ընթացքին եւ այդ ուղղությամբ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Ազգային ժողովի նախկին նախագահ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է իրեն առաջադրված փողի լվացման մեղադրանքին։ Նա նշել է, որ այդ մեղադրանքն իրականության հետ աղերս չունի, ասում են, պիտի ապացուցեն։ Չկա նման ապացույց, չի ապացուցվի, որովհետև նորից եմ ասում, իրականության հետ կապ չունի։ Արցախցիների բնակարանային ծրագրի նման մասշտաբային ծրագիր չենք ունեցել, 800 միլիարդ դրամ է հատկացվում, ասել է սոցհարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով արցախցիների բնակարանային ապահովման ծրագրին։ Նա ընդգծել է, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են այդ ուղղությամբ լուծելու այն խնդիրները, որոնք ծագում են ծրագրին դիմելու ժամանակ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանի ու կոմիտեի ղեկավար կազմի հետ այցելել է Հանրապետության հարավ-արևելյան սահմանագոտի հետևել ամրաշինական եւ ինժեներական աշխատանքների ընթացքին։ Այնուհետև նախարարն ու ԿԿ նախագահը այցելել են բանակային դիրքեր զրուցել հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ։ Հայաստանի ազգային հավաքականի եւ սերբական Ցրվենա Զվեզդայի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալը Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, որ պորտուգալական Պորտուն հետաքրքրված է իր հաճախորդի ծառայություններով։ Նաիրը շատ լավ տեսք ուներ դրանից առաջ կայացած Պորտուի դեմ խաղում եւ հենց այդ ժամանակ էլ նրանք հետաքրքրվել են նրա թեկնածությամբ, ասել է Կլյուևը RB Sport-ի հետ զրույցում։